Ազգային գրականության մեծ ռոմանտիկն ու ռեալիստը միաժամանակ մեծ երազելու իր պատգամով եւ տարբեր տարիների հրատարակությունների համապատկերով ներկայանում է Հայաստանի ազգային գրադարանի նորաբաց ցուցահանդեսում։ Տարեմուտի միջոցառումների առատության մեջ գրադարանը հատուկ ցուցադրությամբ է նշում արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, կինոռեժիսոր, խմբագիր եւ գեղանկարիչ Աղասի Այվազյանի 100-ամյա հոբելյանը։ Ցուցադրությունը ներառում է Այվազյանի բազմաշերտ ստեղծագործական ժառանգության տարբեր շրջանները, 50-ից ավելի գիրք, 20-ից 25 պարբերական հրատարակություններ, 1 տասնյակից ավելի թարգմանված գրքեր, այդ թվում նաև լիտվերեն եւ բուլղարերեն, եւ անգամ վրացական հրատարակչության Թբիլիսիում տպագրած նրա առաջին գիրքը։ Այվազյանը, որ Երևանցու ընդամենը 50 տարվա կենսագրություն ուներ, մեծ ու հզոր Երևանի գաղափարը փայփայում էր ամենաջերմեռանդ երևանցու պես, բայց ամեն ինչ սկսվում էր իր ակունքից, թեև երբեք չմոռացավ նաև մշակութային հսկա խառնարանը, իր սիրելի Թիֆլիսը։ Այն ցավը ողբերգությունը, որ մեր ժողովուրդը տեսել է, ինքը կրողն է, հա, իր նախնիները, իր պապերը Էրզրումից գաղթեցին Ջավախք եւ Ջավախքից հետո անցավ Թիֆլիս, հետո Թիֆլիսը կրեց իր մեջ, հետաքրքիրը որ շատ հետաքրքիր, շատ համով այն բոլորի սիրած Թիֆլիսը իր գործերի մեջ կա։ Ապա 60-ական թվականներին տեղափոխվեց Երևան։ Այվազյանական գրականությունից դուրս առանձին թեմա է նրա կինոն, որը հզոր արվեստ եւ հզոր զենք էր համարում արձակագիրը, երբ գրչի փոխարեն նա ձեռքն առավ տեսախցիկը նկարահանելու իր երկու նշանավոր լիամետրաժ խաղարկային ֆիլմերը, լիրիկական երթն ու վառած լապտերը, ամենից ավելի ուզում էր նաեւ կինոյի լեզվով շարունակել իր պատմությունը, բայց այվազյանական կինոն ամբողջանում էր միայն Մալյան Այվազյան միասնության մեջ։ Մի անգամից ասեմ, որ Աղասի Այվազյանի 100-ամյակը ծրագրելիս հենց այն գլխից Հենրիկ Մալյանի հետ էին կապել, որովհետև իրենք համադասարանցիներ, ընկերներ, ամբողջ կյանքում իրար հետ կապված 1000-ի թելերով։ Անշուշտ Աղասի Այվազյանը, քանի որ արդեն Հենրիկ Մալյանի անունը հիշատակել եմ, ամենից շատ հիշվում է իր Եռանկյունի գրքով եւ երկու ընկերների համատեղ նկարած Եռանկյունի ֆիլմով, որի համար իրենք ստացան պետական մրցանակ եւ որը մտավ կինեմատոգրաֆիայի ոսկե ֆոնդ։ Եվ գրողի վախճանից գրեթե 2 տասնամյակ անց այսօր էլ խիստ արդիական է նրա հնչեցրած հարցը. ընդունակ ենք արդյոք պատմակշիռ հայացքով վերլուծել մեր ներկան այս դժվարին, սակայն վճռորոշ ժամանակը։ Նունե Ալեքսանյան, Արամ Հարությունյան, լուրեր։